Բարև ձեզ հարգելի ընկերներ, իմ օրիքեր չի ստացվում, սահմանափակումները ներջից վրայից վերջի օրի ընթացքում արդեն 7 անգամ նախազգուշացում եկել։ 2-3 հարցի մասին ինձ թվում է կարևոր, խնդրում եմ տարածեք, որովհետև իրական սահմանափակումների տակ է էջս եւ ինձ թվում է բավականին կարևոր բաների մասին եմ խոսելու։ Մաքսիմալ հակիրճ փորձեմ առաջին հերթին այդ Բալասանյանի հայտարարության մասին, երկրորդ հերթին այս ընտրաշավի ուշադրված վիճակի մասին եւ ինչ է սպասվում, եթե այդպես շարունակվի։ Առաջինը պարոն Բալասանյանի մասին, հարգելով նրա այդ արցախյան անցյալը, խոսենք հարգանքով։ Ես կխնդրեի Նարէին, նա ոչ մի քաղաքականուց չի ներկայացնում։ Պարոն Բալասանյան, դուք ոչ մի քաղաքականուց չեք ներկայացնում։ Եվ ներող կլինեք, բայց իրականում զարգացած գաղափարներով եւ խելքի այնպիսի արժեքավոր արտահայտություններով երբեք չեք առանձնացել։ Ես չգիտեմ ինչն է դարձել այդ պատճառը, որ նման հայտարարություն եք արել միասնական պետության այդ գազման համար Ռուսաստանի հետ։ Համոզված եմ ոչ մի քաղաքական ուժ Հայաստանից նման բան ձեզ չի առաջարկել եւ չի խնդրել։ Եթե դա իհարկե ԿՊ-ն չէ, Նիկոլը չէ, որովհետեւ դա միայն շահավետ է նրան։ Կամ դուք ինչ որ շանտաժի տակ գործում եք ի նպաստ եւ զակազով Նիկոլենց, կամ շատ ներողություն, էլի հարգելով ձեր անցյալը, դա բացարձակ հիմարության արդյունք է։ Առաջին հերթին Ռուսաստանը պետք չի նման բան իրեն, նա նման ցանկություններ ընդհանրապես չունի, էլ հիմա նա հիմա զբաղված է շատ ուրիշ բաներով եւ ճիշտն ասած ցավոք սրտի, իդեպ ցավոք սրտի բավականին այդ կառավարումը իշխանությունը բավականին դանդալոշ է եւ նրանք կարող են զբաղվել մենակ մի բանով եւ մինչեւ չեն վերջացել այս Ուկրաինայի հարցերը ցավոք սրտի էլի կրկնում եմ, ուր է իրեն կարողանային բազմակողմանի աշխատել եւ իրականում գործածել այն փափուկ ուժի եւ իրականում ազդել է ուրիշ պետությունների վրա այն ձևով, ինչպես ազդում են այս գլոբալիստ անգլոսաքսա եվրեական այդ խմբավորումները։ Երկրորդ հերթին, ինչի համար է ձառնատու դա Նիկոլին, որովհետև այս հակառուսական հիստերիան բանեցնելով, նրանք կամաց-կամաց երկիրը տանում են ադրբեջանացման։ Եվ իհարկե, արևմտյան Ադրբեջանի գաղափարի հետ միութենական պետության գաղափարը համատեղելի չի կարող լինել։ Դա այդպես է, չի կարող, ուղղակի եւ վերջ։ Դուք դրա մասին ավելի շատ մտածեք։ Այն թուրքաստիններին, թուրքասերներին, թուրքից գումարը վերցնողներին, որոնք ամբողջ թուրքական պրոպագանդա են անում, երբ որ թքում են մեր վրա, երբ որ բռնաբարում են մեր արժանապատվությունը, երբ որ գենոցիդի ենթարկեցին մի ամբողջ Արցախի բնակության։ Դուք դրա մասին մտածեք, որովհետև չի սպասվում նույնիսկ Թուրքիայի վիայլեթեցում, այս սպասում է արևմտյան Ադրբեջանի այդ Բերջանում հայկական այդ մնացած ժողովրդակազմի հարճացում, ստերկացում։ Դրա մասին խոսացեք, ոչ թե միութենական պետության, որը իհարկե այն քաղաքականության հետ, այն դավաճանության հետ, որին տանում է ներկայիս կառավարումը եւ հայկական էլիտան, այսպես կոչեցյալ, իդեպ ընդդիմությունից շատ-շատերը նույնպես, դա Հայաստանի ադրբեջանացումն է։ Պարկելու եք ոչխարների տակ, դառնալու եք ոչխարի հարճերն ու ստրուկները։ Իսկ հիմա արդեն ստրկական հարաբերություններ են։ Երկրորդ ինչ որ կուզեի խոսել, դա մեր այս ընտրարշավի մասին է։ Ընտրարշավի մասին է, ու գիտեք ինչ, մի քանի օր առաջ որոշեցի շոտոկի դիտել այդ խորհրդարանի նիստաշուտ բանի չէի դիտել։
պարզվեց իրականում հայտարարությունը միայն շատացել է։ Եվ դա իհարկե խորհրդարան չէ, դա իրականում Հայաստանի հայտարարությունն է։ Եվ եւս մեկ անգամ ձեզ կասեմ, որ ձեզ խաբում են, բացարձակ խաբկանքի մեջ են ձեզ գցում եւ ամեն ձևով աշխատում են, որպեսզի դա ճշմարտությունը չիմանաք, որովհետեւ Հայաստանի իշխանությունը ոչ թե Նիկոլն է, այլ Հայաստանի իշխանությունը խորհրդարանն է, կազմված բոլոր ֆրակցիաներով եւ նույնիսկ անդիմադիրները դրանք իշխանավորներ են իրական, ունենալով իրենց մեծագույն պատասխանատվությունը եւ այդ ամենի համար, ինչ որ Հայաստանում մինչեւ այժմ կատարվել է, ավելի շատ պատասխանատու է խորհրդարանի ամեն մի ֆրակցիա եւ ամեն մի առանձին վերցրած պատգամավոր, հաստատ այդ անդունդի վիժվածքը այդ թուրքի ճոբանը։ Հիմա որոշել են գնալ ընտրության 5 տարի առաջ պարոն Քոչարյանը ելույթ էր տալիս եւ ասում էր, որ իրենք մաշեցրել են իրենց քայլերի շնորհիվ, թեկուզ եւ հակառակ իրենց եւ այլ ինչի, սրանց ասենք իշխանությունը։ Չէ, պարոն Քոչարյան, դուք մաշեցրել եք փողոցներում գիտակցված ժողովրդի ցասումը, ժողովրդի հույսը, արյունը, պայքարի ոգին, մաշեցրել եք ամեն ձևով, գիտակցված։ Եվ եթե դուք իրականում ասում եք շատ բան կարող եք անել, դեռ կարող եք ղեկավար դառնալ։ 5 տարի առաջ 20 թվականի նոյեմբերից իշխանությունը փողոցում գցած այս անդունդի վիժվածներ, այս խոզը անդունդի բունկերում երազում էր մեկ օր ավել ապրել։ Վերցնեիք, ոչ թե հանեիք այդ բունկերից, տանեիք հասցնեիք ընտրության կազմակերպված ելքով եւ հետո էլ ամեն ինչ գցեք, հիշում եք, 1 տարի էր մնացել Նիկոլին եւ ինչ վիճակում էր Նիկոլը, համատեք են իրենց մաշեցրած հիմիկվա Նիկոլին այն ժամանակվա Նիկոլի հետ, տեսեք ինչ մաշեցնել է մաշեցրել։ Հիշեք այն ժամանակվա դատավորների գործողությունները, այն ժամանակ միլիցիոներների գործողությունները, այս ոչնչության վիճակը եւ հիմա համեմատեք, թե ինչքան է ուժեղացել իրենց մաշեցնելով այս վիժվածքը։ Իդեպ ընթացքում Արցախը հանձնելով իրենց խորհրդարանում ներկայության դեպքում, որով նրանք լեգիտիմացնում են իրենց մանդատներով ցանկացած ահավիրք եւ նրանց գործունեությունը խորհրդարանում եղել է մենակ մեկ բան, խաբելով մարդկանց լրբանոց սարքել այդ կոլաբորացիոն խորհրդարանը, հան կոլաբորացիոնիզմը դա մի խայտարակ հանցագործություն է համագործակցություն թշնամու կամ դավաճանների հետ։ Ամենագերագույն կոլաբորացիոնիզմը դա թշնամու կամ դավաճանի հետ համատեղ իշխանություն կազմելն է։ Ինչը արել են այդ ընդդիմադիրները, որոնք հիմա ձեզ նորից տանում են։ Լավ, տանում են։ Ինչպես են հաղթելու հարցեր, ինչպես ինչ են անելու։ Անցած անգամ գնացին, հայտարարեցին հետագայում, որ 300,000 ասենք կեսված ձայներ կան, գնացին սահմանադրական դատարան, իրականում պետք է սահմանադրական դատարանով էլ հաստատել, որ ամեն ինչ նորմալ է։ Ոչ մի փողոցային պայքար, որ այդպիսի բան չէր եղել Հայաստանին առաջի օրվանից, ցանկացած ընտրություններից հետո եղել փողոցային ինչ-որ բողոքի ակցիաներ։ Եվ երբ որ Նիկոլի գրաված սահմանադրական դատարանն ասեց, չէ, ինչ բան չկա, տես կեղծիքներ, նրանք հելան դեից ու սկսեցին հայտարարել, որ հա իրականում կեղծիքներ չեն եղել։ Երբ են խաբում, դա իդի պոստի։ Օրինակ այդ նման բան ես չեմ կարող հարցնել Սամվել Կարապետյանին։ Ես ինչպես նաև չեմ կարող հարցնել Սամվել Կարապետյանին, թե կարող եմ հարցնել, բայց ոչ այդ տոնայնությամբ, թե ասենք տանում եք ժողովրդին տասնյակ հազարներով, ամիսներով քաշ եք տալի փողոցներում, տանում եք նախարարություններ, տանում եք նախագահի մոտ դատարկ շենքերը կամ նախարարությունների ամ թե նախարարներից արդյունուց թե Արցախը ումն է։ Դե հիմա դուք ասեք Արցախն ումն է։ Դուք արցախցի հայրենասերներ, ասեք Արցախը ումն է։ Արցախի դրոշակը քարի արցում սարքացներ, հարցեք Արցախը ումն է։ Եվ ինչ եք անելու Արցախի ժողովրդի հետ։ Եվ այս հարցին դուք պարտավոր եք պատասխանել։
Կամ ինչ եք անելու այդ միջանցքի հետ, որը դուք 2-3 տարի պնդում եք, դա Հայաստանի կործանումն է եւ դա իրականում այդպես է։ Եվ թշնամուն ռեգիոնալ դուք մցրել եք ռեգիոն, դուք եք մցրել ոչ միայն Նիկոլը, քանի որ դուք իշխանության մասն եք։ Նիկոլը ոչնչություն է։ Եկեղեցու վրա հարձակումը դուք եք նրան իրավունք տվել։ Քանի որ ցանկացած պահի դուք կարող եք լուծարել խորհրդարանը։ Աննայի մասին ինչ-որ են, Սարայի մասին, Տիկնոջ մասին ինչ-որ հարցեր եք տալի, թե գումար եք երել Բեսարը։ Առաջին հերթին ինչի՞ չեք տալիս հարցը, ինչ գործին էր ձեր ապօրինի կինը։ Նույնիսկ լավ կինը լիներ, ապօրինի կինը։ Ապօրինի կինը այդքան գումար ծախսել, մաքսել եւ այլն, ինչ գործ ուներ բունկերում եւ բունկերից գեներալներ էր հանում գենշտաբի։ Եվ եթե այդ հարցերը տալիս եք, ուր են ձեր ֆրակցիաների անուններից դիմումները, ԱԱՑ եւ դատախազություն։ Ասում եք Արցախը դավաճանել հակասահմանադրական իրավունքություն, իհարկե այդպես է։ Ուր են ձեր դիմումները ԱԱՑ եւ դատախազություն, որ ձեր իսկ ընտրած, քանի որ կազմելով քեմալիստների հետ կոլաբորացիոն խորհրդարան, դուք ընտրել եք Նիկոլին։ Դուք եք ընտրել Նիկոլին կազմելով խորհրդարան եւ 5-րդ տարին է լեգիտիմացնում եք։ Պատասխանեք։ Ուր են ձեր դիմումները ֆրակցիաների անունից, ոչ թե ինչ-որ այս կողմ այն կողմ ինչ-որ հիմար քաղաքական խոսք ասել, բեմից կամ ինչ-որ հիմարություններ դուրս գալ, դուք ոչ թե ինչ-որ լրագրողներ եք ցածրորակ, այլ դուք քաղաքական գործիչներ եք։ Ուր են դիմումները ֆրակցիա ամեն անգամ դուք կարող եք դիմումները ուղարկել, իմպիչմենտ հայտարարել եւ ԿՊ-ին դնել ասել, եթե մեկ օրվա ընթացքում չստորագրեցիք այս անասունից հրաժարականը, մենք լուծարում ենք խորհրդարանը։ Որը շատ հեշտ է ըստ հայկական սահմանադրության։ Հունաստանում ընդամենը 1% ավելացնելու համար ավելացված հարկը2 անգամ խորհրդարան լուծարեցին։ Երբ որ այնտեղ չկար այդ 101-ի օրենքը, երբ որ ընդամենը 6-7 հոգու ձայն եք դնում, ընդհանրապես խորհրդարան լուծարվում էր։ Հիմա այն Սերժ, իհարկե Սերժ, ավելի լավ է Սերժ Սարգսյան ասենք, լավ։ Երրորդ նախագահ։ Ես մեկ հարց ունեմ երրորդ նախագահին, թե պայմանավորվածությունների մինչև Հայաստանի որ կետն եք, ասենք պայմանավորվել, որ Նիկոլը ճիշտ է, դուք սխալ։ Բայց լավ դա էլ վերջացնենք։ Հիմա իմպիչմենտի հարց եք առաջ տանում, դե խմբակցությունը ձեր հանեք խորհրդարանից, որովհետև ըստ օրենքի չի կարող կազմված լինել խորհրդարանը 3-ից ոչ պակաս ուժից, որից 2-ը պետք է լինեն ընդդիմադիր իշխանավոր։ Եվ դրա համար ձեր 3% հավաքած խմբակցությանը ավելացրեցին ձայներ, որպեսզի դուք մտնեք խորհրդարան։ Հիմա գնում եք ընտրությունների, հարցեր, արցախցիներին ինչ եք անելու, Արցախը ումն է։ Երկրորդ հարցը, ինչ եք անելու Միչանսկի հարցը, իսկ Միչանսկը արդեն հանձնված է Մեղրին, Սյունիքն է հանձնված, քանի որ ինչ գործ ունի հայ-ամերիկյան պայմանավորվածության մեջ, եթե թողնենք այդ ամերիկյանը, ամերիկան վկայի կարգավիճակով եւ Ալիևի ստորագրությունը։ Եվ ինչի համար են, երբ որ Վենսը գալիս է Հայաստան ոչ մի բան չի անում, գնում է Հայաստանով անցնող Միչանսկի հետ պայմանավորվածություն է ստորագրում Ադրբեջանում Ալիևի հետ։ Այսօր բարձում է նոր դիրքեր են գրավել Հայաստանի տարածքում։ Դուք ընդդիմաբոյսակներ, ինչի համար դատի չեք տալիս, ինչ իրավունք ունեք, դուք պարտավոր եք, պարտավոր։ Հայաստանը միակ պետությունն է ամբողջ աշխարհերեսին, որը ընդհանրապես հակառակ գնում ամեն քաղաքակրթական կանոնների, դարձել է աբսուրդի թատրոն, ցիրկ ուռոդով, եւ այդ ուռոդները էլիտան են։ Եվ հիմա տանում եք ընտրությունների, անցած անգամ Արցախի կործանման խորհրդարան կապիտուլյացիայի, իրական կապիտուլյացիան այդ հենց այդ ընտրություններն էին։ Երբ որ հետո գնացել ասել եք ինչի մեզի չեք ընտրում ձեր տերերին, ասեցիք գնանք ընտրության, գնացիք։ Ձեզ պատասխան են տվել, մենք կարող էինք ասել գնացեք ձեր մորը կամ աղջկանը բռնաբարեիք, գնալու էիք բռնաբարեիք։ Այնպես որ վերջացել եք այս կոմիկությունները
Հիմա էլ մարդկանց ստանելու ենք ընտրությունների։ Դուք սկսել եք արդեն սուտ խոսելուց։ Ես առաջինը կլնեմ, որ երջանիկ կլնեմ, որ սրան հանեն շպրտեն այս այլունդից խայտարակության ազգային, որ գետինն ենք մտնում ամեն օր։ Այս խորհրդը գցած էր իշխանությունը փողոցում, արա։ Կամ հիմա որ գնում եք ու սկսել եք ստով, բոլորը գան ընտրությունների։ 1.600.000, 1.700.000, 1.5 գան ընտրությունների։ Որտեղից այդքան մարդ պետք է գա, եթե այդքան մարդ Հայաստանում չկա ընտրող։ Եվ բացի դրանից համաշխարհային պրակտիկայի մեջ մաքսիմալ ընտրողների քանակը մաքսիմալ, այն էլ պարզ բան է, կեղծիքներով 70% էլ չի հասնում։ Դրանից ավել դա արդեն հիվանդություն է, եթե դրանից ավել գնում են մարդիկ ընտրության։ Կամ այն նկարելու գործոնը, բա ինչ եք անելու։ Անցած անգամ գնացիք յանում թե սահմանադրականորեն մի հատ հաստատել էր պետք, մտակասիկ 250-300 ձայն կեղծված, հա։ Նրանք էլ ասին չէ կեղծված, չի, առաջերտին երբ էիք խապում այդ սահմանադրական դատարան, թե սահմանադրական դատարանից հետո քեմալիստների հետ ընդհանուր իշխանություն կազմելով ժողովրդի վրա գցելով որ այդքան ձայն են տվել, երբ էիք խապում։ Երկրորդ հերթին, այն ժամանակ ինչ արեցիք, հիմա ինչ եք անելու։ Երբ որ հիմա նա հզորացել է, դուք եք հզորացրել, Քոչարյան, Նիկոլ Մաշասնող, դու 10 անգամ հզորացրել եք Նիկոլին։ Նրան հասկանալ եք տվել, որ նա ժողովրդին հասկացնել եք տվել, որ նրանք ոչ մի բան չեն կարող, նրանք ոչ ուղղություն են, նրանցից ոչ մի բան կախված չի, որ դուք համակերպեք պարտությունների հետ, իսկ այզգին ընդամենը մի փոքր պարտը հաղթանակ էր պետք։ Մի փոքր։ Իսկ նրան հզորացրել եք, հասկացնել տվել, որ ինչ էլ անես լավ ես անում, որովհետև մեր նման փալասներն են վերընկած այստեղ։ Եվ ով է ձեզ իրավունք տնեն մնալ խորհրդանում միտեղ, որտեղ յանամթե ձեզ ծեծում են։ Ով, ում որ ներկայացնում եք դրանց են ծեծում ձեր դեմքով։ Նրանց վրա են թքում ձեր դեմքով։ Դուք այդ իրավունքը ստացել եք։ Եվ վերջը, երկրորդ հարցն է Սամվել Կարապետյան։ Պարոն Սամվել Կարապետյան, մեծ հարգանքները սիրեք, ես իրական շատ եմ հարգում։ Բայց ես եթե նման ձևով է շարունակվելու ամեն ինչ, ես շատ կուզենայի, որ դուք այս ամեն ինչից դուրս գաք, որպեսզի այն անարգանքը, այն որ հասել են, հասնում են այս այժմ նախկիների տաները, ձեզ էլ չգտնի, որովհետև դուք հայ ազգի համար պետքական մարդ եք իրականում, ազգային կապիտալի ներկայացուցիչ եւ այդ կապիտալը գոնե կարող է ծառայել վաղը մյուս օր դրսում ինչ-որ մի բան կազմակերպելու եւ բանի համար։ Ձեզ մեկ հարց ուղղակի, որը իմ ընկերներս են տալիս եւ այն ինչ որ ես հիմա ասում եմ, դա բավականին մեծ խումբ մարդկանց կողմից հարցել է։ Շատ մեծ խումբ եւ համոզված եղեք բոլորն են այդ գիտեն։ Խելացի մարդիկ այդ ամեն ինչը հասկանում են։ Մեկ հարց։ Առաջին հերթին դուք գնացիք արդեն ոչ սահմանադրական է ձեր ներկայացնելը։ Իհարկե ձեզանից լավ մարդ այնտեղ այստեղ չկա, բայց կարող է ինչ-որ մեկին էլ կողմներից այդ առաջարկի եկել, ով է լինելու։ Հիմա դուք 2 ամիս էլ եք նելու կալանավորման տակ եւ շատ մեծ հնարավորություն կա, որ էլ են տանելու կալանավորման եւ ընտրություններին կհասնենք, ասենք ձեր կալանքի տակ լինելու պարագայում։ Բայց ձեզ նման դեպքում ոչ ոք հարց չի կարող տալ։ Ոչ մի հարցի պատասխան անձամբ ձեզանից չի կարող մատուցել։ Եվ կա այս երիտ խումբը եւ իմ ընկերներից հարցն է, որ ասենք երիտ թևը տեսնում ենք։ Բայց լուրջ մարդկանց մեծերի թևը ուր է, էլի։ Երիտ թևը լավ է, հա Նարեկ Կարապետյանը համակրելի տղա է, երիտասարդ է։ Ձեր աղջիկը շատ համակրելի աղջիկ է։ Խոսում են ինչ-որ տնտեսությունից, մնացածը Աստված գիտի ովքեր են, շատ դեպքում հիմարություններ եւ վրիպումներ թույլ տվող ինչ-որ երիտասարդներ։ Դա երիտ թև է։ Դա գրուպը պայծյոշկի էլի։ Բայց իսկական թիմը ուր է։ Իրական էլի։ Չենք ուզում ոչ մի բանով ոչ խանգարել, ոչ բան։ Ուղղակի այդ հարցը կա եւ այդ հարցը տալու են եւ այդ հարցի պատասխանի բացակայությունը եւ այդ մարդկանց բացակայությունը բերելու է վատ հետևանքների։ Լուրջ մարդիկ, փորձառություն անեցող մարդիկ, պետական կառավարմանը մասնակցած, նույնիսկ եթե տնտեսագետ են երկուս երիտասարդները,
Տնտեսագիտությունը երկրի կառավարումը տարբեր բաներ են եւ ամենակարևորը անվտանգային հարցեր, ասենք ես երբևիցե ու շատերը, ասենք լուրջ չեն վերաբերվի, նույնիսկ հարց տալ, ասենք մենակ Պետրոսը կարող է հարց տալ նման աշխարհաքաղաքական, գեոպոլիտիկ Հայաստանի դերի մասին Նարեկ Կարապետյանին այդ երիտասարդներին, որպեսզի նրանց նսեմ ասեն։ Ուր են լուրջ մարդիկ, խնդրում եմ բացատրեք եւ վերջի կան հարցեր, որոնք պետք է պատասխանվի։ Եվ Նարեկ Կարապետյանը համակրելի երիտասարդը շատ լավ, որ մեծ ապագա կարող է ունենալ, նրանք չեն այն մարդիկ, որոնք պետք է այդ հարցին պատասխանեն։ Իսկ Հայաստանում կան մարդիկ, որոնք որ իհարկե մեր դեգրադացված ազգաբնակությունը վերջին 30 տարվա ընթացքում մեծագույն մեղք այս 30 տարվա էլիտաների Նիկոլը հիվանդության սրացումն էր, որ ամենակարևոր կապիտալը հայկական եւ դուք որպես մարդ պետք է դա իմանաք եւ այդ ձեր թիմներ հետո գերագույն կապիտալը մանավանդ փոքր պետությունների համար, որը ունի ավելի շատ հարստություն, ուրիշ տիպի մարդկային կապիտալն է եւ այս 30 տարվա ամենամեծագույն հանցագործությունն էր, որ մարդկային կապիտալը քայքայեցին եւ որակապես եւ քանակապես։ Հիմա հարց, որ գնացիք ընտրությունների, գիտեք ինչ, ամենակարևոր հարցը վերջինը տամ ու վերջ։ Ասենք գնացիք դուք ընտրությունների, նկարվեց եւ Նիկոլը անցավ կեղծելով եւ այլ դա 99% հավանականությամբ։ Ինչ եք անելու փողոց դուրս գալու եք թե չէ երթվեք։ Երկրորդ հերթին համաձայնվելու եք գնալ կազմել արդեն անդիմաբոյսակների դերում։ Արդեն Հայաստանի կործաման, Արցախի կործաման խորհրդարանից տեղափոխվելու եք։ Արդեն Հայաստանի վերջնական ադրբեջանականացման խորհրդարան թե ոչ։ Դա պետք է այդ հարցերին պատասխանվի, գցելով էլի ժողովրդի վրա։ Ինչի շատ մարդ կան, բացատրեք, եթե Նիկոլը ընտրվեց, այդ շատ մարդկան ձայները, քվեները գողացվեցին, կեղծվեցին եւ այլն, կստացվի, որ ամբողջ մեր բնակչությունը գնացել է եւ ձայն է տվել, որ Հայաստանը ադրբեջանականացվի եւ իր անձամբ, իր անձի եւ ընտանիքի նկատմամբ բռնության իրավունք տա։ Դա է ձեր ուզածը։ Միակ հնարավորությունը Իսրայելից փրկվել է պետք։ Սա գոյաբանական հարց է։ Ցանկացած ճանապարհով սրանից փրկել է պետք։ Ցանկացած ճանապարհով։ Ցանկացած։ Եվ ինչ է նշանակում, մտածում են 3-4 հոգի կվնասվեին, դրա համար թողեցին գնացին տներով։ Իսկ ձեր այդ մտածելու, այսինքն դուք եք պատրաստ չեք, որ դուք վնասվեիք։ Այսինքն դուք պատերազմի դաշտից գոյաբանական փախնում եք ու մարդկանց եք փախնում ու այդ ձևով մաշեցնելով թշնամուն։ Այ երբ որ ձեր մեջ կնստվի տղամարդ, որ իր կյանքը կտա զոհաբերելու, այս թշնամուց ազատվելու համար, այն ժամանակ նա կտանի ու հետևից կգնան տղամարդիկ, որոնք եք կուզենան իրենց կյանքը զոհաբերել, այս թշնամուց գոյաբանական, այս խայտարակությունից ազատվելու համար։ Իսկ այդ Թևանյան, մենակ այն ինչ որ խոսում է ձեր ինչի եք դուք գնում, դա այն դեմքերն են, որոնցով որ դուք գնում եք։ Թևանյան ժողովրդական ցասումը, ցրող եւ ժողովրդական շարժումների եւ ցասման ոչնչացման, գիտակցված ոչնչացման բազմակի մրցանակակիր Իշխան Սաղաթելյան։ Եվ վերջինն էլ ասեմ, դուք նախագահ կոչեցյալներ, հերոսներ, մաշեցրել եք Նիկոլին, դե գնացեք հետը հարցազրույց տվեք նախընտրական, որովհետև ինչ է նշանակում նա այնքան ընկած մարդ է, որ մենք նրա այդ գործ չունենք, ընկած մարդը հետը գնում ես ընտրության, 5 տարի լեգիտիմացնում ես քո այդ զբրոդով, այդ լրբանոցում խորհրդարան դարձ խորհրդարան լրբանոց սարկած, դավաճանություններն ես բոլոր լեգիտիմացնում, ու հիմա ասում ես չեմ գնան ես նրա այդ հարցազրույցի, ինչի, պարոն Քոչարյան, անտրվել էիր 27% դեր գնայ նստեիր այդ խորհրդարանում, ինչ կա որ, մտել էիր քաղաքականություն, բա հիմա էլ գնա հարցազրույցի, եւ Սամվել Կարապետյան, հիմա որ գնացիք ու դարձակ ընդդիմություն,
մտնելու եք խորհրդարան, թե չէ, եւ դուք անձամբ դառնալու եք պատգամավոր, թե ոչ։ Եվ ինչ պատասխանատվություն դուք կարող մարդ եք, ցանկացածդ, որը որ կտանի երկիրը նման փորձանքի կապիտուլյանտի հետ ընտրության, եւ հետո նույնիսկ կփախնի այն պատասխանատվությունից, որ որպես առաջի անում մտնի խորհրդարան եւ դառնա այդ խմբակցության ղեկավարը։ Ուրեմն, ով որ դա չի արել, դա փալաս է, անպատասխանատու։ Ստեսուն